Սիրելի արստատողներ, ուրերի ժամը շարունակվում է, այս պահին արդեն մեր տաղավարում հյուրընկալել ենք Կարինե Հանեյանին, ում հետ ավանդության համաձայն խոսելու ենք կյանքի ապահովագրության, անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև թաղման ծառայությունների, նախապես գնման առաջարկների մասին, որ նա որպես կանոն երկար տարիներ ներկայացնում է Լոս Անջելեսի հայ համայնքին։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, եթե ունեք հարցեր, ապա կարող եք զանգահարել էկրանի վրա երևացող հեռախոսահամարով եւ նրա թիմը սիրով կպատասխանի ձեզ հարցերին եւ կօգնի ձեզ ձեռք բերել վերոնշված ծառայությունները լավագույն արժեքներով եւ պայմաններով։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում կրկին հյուրընկալվելու համար, նախ խնդրեմ մեր հեռուստադիտողներին ներկայացնեք ինչ հիմնական հարցերի վրա եք այսօր ցանկանում շեշտադրում անել։ Բարև ձեզ, այսօր կցանկանամ մի քանի խոսքով անդրադառնալ անշարժ գույքի շուկային, իհարկե, շատ ակտուալ թեմա է, եւ իհարկե կանդրադառնանք մի թեթև կյանքի ապահովագրությանը եւ ինչպես միշտ կավարտենք նաեւ ծերերի հետ կապված հողարկավորության սերվիս իշխաններին։ Շնորհակալություն, եկեք սկսենք թողարկումը անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումներով, ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչ խորհուրդ կտաք քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնել կամ վաճառել, ինչ խորհուրդ կտաք։ Շատ լավ, Արմենը, ինչպես հիշում ես, վերջի մի քանի անգամ երբ որ խոսեցինք այս հարցին, ես պատասխանեցի ասելով, որ շատ տարօրինակ շուկա է եւ դեռ վստահ չենք ինչ կարող է լինել։ Հիմա կարող եմ ասել ուրախությամբ, որ ինչպես ես միշտ կանխագուշակել եմ եւ իմ գոլեգաներն էլ ավելի տեսնում ենք, որ հստակեցվում են, այսինքն սիտուացիան ավելի հստակեցվում է, դա պայմանավորված է իհարկե անաշխատանքության, unemployment rate-երը բավականին իջել են, դա նշանակում է, որ երկրում եւ Կալիֆոռնիայում ավելի շատ մարդիկ սկսել աշխատանք են գտել, դա իհարկե օգնում է անշարժ գույքի շուկային նրանով, որ մարդիկ ավելի վստահ են եւ իհարկե ուզում են գնել իրենց համար տուն կամ որևէ մի անշարժ գույք եւ իհարկե դրան բավականին խթանել է տոկոսային արժեքները իջել են, տոկոսային չափանիշները իջել են, երբ որ անցյալ տարի մենք պատրաստվում ենք շատ գնորդների հետ մեկտեղ, այն մարդիկ, ովքեր որ ունեին full doc loan, գները 6-երի մեջ էր, հիմնականում 6-երի մեջ։ Հիմա կարող եմ ասել, վերջերս մենք ունեցանք full doc, նշանակում է full doc, երբ որ մարդիկ ունեն լավ աշխատանք, 2 տարվա թաքսերն ենք ցույց տալիս եւ շատ լավ իհարկե կրեդիտ, մենք կարողացել ենք 4.99 պատկերացրու 5-ից ցածր տոկոսով լոն ապահովել, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այդ նման full doc լոները հիմա կարող ենք անել 5-երի մեջ, միջին կամ բարձր 5% հարաբերությամբ, իսկ եթե որոշակի պայմաններից կախված չենք օգտագործում թաքսերը, ուղղակի դնում ենք 15-ից 20% down payment, այդ տոկոսային արժեքները իջել են հիմա ցածր 6-երի։ Ես հիշում եմ դեռ անցյալ տարի չէ, հունվարի սկզբին 7.1, 6.9, հիմա կարող եմ ասել 6.25, 6.2 եւ սա իհարկե շատ ավելի հարմար է գնորդների համար, ովքեր չեն ուզում թաքսային կամ չեն կարող ուղղակի ինքամի հետ կապված ունենալ լոն, բացի դրանից կարող եմ ասել, որ այն շատերը մարդիկ, որ պատրաստ էին տուն գնելու եւ սպասել են, հիմա միանգամից բոլորը ոտքի են կանգնել եւ բավականին աճ կա շուկայում։ Սա իհարկե շատ լավ նորություն է վաճառողների համար, եթե տուն պիտի վաճառեք եւ գնեք, կարող եմ ասել, ավելի ճիշտ կլինի, որ տունը փորձենք առաջինը վաճառել, որտեղ ես շատ եմ տեսնում 5 հատ օֆեր, 6 հատ օֆեր, 7 հատ օֆեր, վերջի մեկ ամսվա ընթացքում ես տեսնում եմ բավականին մրցակցություն եւ տները նորից վաճառվում են at over asking, այսինքն իրենց գներից մի քիչ ավել են վաճառվում, իսկ ընդհանրապես հունվարի սկզբին նորից վաճառվում էին կամ նույն listed price կամ ավելի ցած, հիմա ես կարող եմ ասել պետք է լինեք պատրաստ եւ շատ-շատերը կարծում են եկեք տունը գտնենք, հետո թղթաբանությամբ կզբաղվենք, խնդրում եմ դա չանել, պետք է սկսել թղթաբանությամբ զբաղվել, այսինքն պատրաստենք ձեր pre-approval-ը, որտեղ ժամանակ չի լինում, հիմա տունը տեսնում ենք, հավանում ենք, պետք է նույն օրը կամ հաջորդ առավոտյան պատրաստի օֆերներ ուղարկել, ժամանակ չկա հանդիպել թաքսերի, ասենք ներկայացուցիչին կամ գնալ բանկ եւ այլն, ես կառաջարկեմ սիրելի գնորդներ, իրոք շատ լրջությամբ մոտենալ, հիմա լավ պրոգրամներ կան, որ նաև օգնում են down payment-ով, իհարկե դրա համար էլ պետք է որոշ requirement-ներ կան, ոչ բոլորին կարող են օգնել այդ պրոգրամները, բայց զանգահարեք կօգնենք տարբեր պրոգրամներով,
ուղղակի հիշեք, որ միշտ ասում էին տները պիտի գները իջնեն, կեսկին պիտի լինի, կամ պիտի շուկան փլուզվի, խնդրում այդ հեքիաթներին չհավատալ, ամեն ինչ շատ լավ է, լավ գներով տները վաճառվում են, նամանավանդ եթե միլիոնից ցածր են։ Մինչև 1 միլիոն իրոք շատ մեծ մրցակցություն կա։ Միլիոնից վերև իհարկե մի քիչ ավելի դանդաղ է, բայց նորից շարժ կա։ Խոսելով անշարժ գույքի մասին, որքանով կարևոր է բոլոր նրանք, ովքեր գնում են բնակարան, գնեն նաև ապահովագրություն։ Իհարկե, դա իրար հետ շատ անմիջական, շատ սերտ կապ ունի։ Հիմա շատ-շատերը, որ ունեն տուն, ունեն մեծ վարկ, խոսում ենք 500,000, 600,000, 1 միլիոն, եւ իհարկե շատերի մոտ կա իհարկե վախ, որ չկա այդքան ֆինանս, որպեսզի նաև մի հատ էլ կյանքի ապահովագրություն գնենք։ Բայց հավատացեք, կա կյանքի ապահովագրության տարբեր ձևեր, տարբեր տեսակներ։ Ես միշտ առաջարկում եմ, ուղղակի զանգահարում ենք բոլորին եւ իրենք էլ մեզ են զանգահարում, մինիմալ ձեր պարտքի չափով, ասենք եթե ձեր պարտքը 1 միլիոն է, 500,000 է, 300,000 է, գոնե պարզ 25-30 տարվա term կարող ենք անել, որ գները շատ մատչելի են, բայց դա ձեզ կտա մտքի ապահովություն, շատերը, որ ասենք նոր են տուն գնում, երիտասարդ ընտանիքներ են, նոր պիտի երեխաներ ունենան կամ ունեն, կամ արդեն մի քանի տարի է տուն ունեն, բայց երբ որ անդրադառնում ես, քանի որ երբ որ living trust են գրում, այդ ժամանակ անդրադառնում ես, տեսնում ես, որ իրենք պարտքեր ունեն եւ ունեն որոշակի ինվեստմենտներ, բայց իրենք բոլորովին ապահովագրված չեն եւ բոլորի մեջ վախ կա, եթե ինձ մի բան պատահի կամ եւ մենք չենք խոսում միշտ մահվան հետ կապված։ Սա կյանքի ապահովագրություն է, մահվան ապահովագրություն չէ։ Եթե հիվանդություններ կլինեն, աշխատանքի կորիստ կլինի, մենք ունենք living benefits, գոնե ամենամինիմումը պետք է մի քանի տարով, 10 տարի կլինի, թե 20 տարի ապահովենք ձեր վարկը, որպեսզի ձեր ընտանիքը կամ դուք տունը կորցնելու եւ այդպիսի մեծ ստրեսի մեջ չընկնեք։ Այո, դա պարտադիր կարող եմ ասել, որ բոլորը դա շատ մատչելի է։ Երիտասարդները 50-60 դոլարից սկսված 70-80 գնայինք իհարկե թե ինչ է ձեր նիդը, ձեր կարիքը ինչ է եւ ըստ ձեր կարիքի անպայման կառաջարկենք նույնիսկ շատ լավ առաջարկ, բայց մի հապաղեք, ոչ լաբ կա, ոչ բժշկի գնալ կա, ոչ մի բան, ուղղակի այն ինչ որ ունենք արդեն բժշկական բյուրոն ունի ձեր ինֆորմացիան, հենց այդ ինֆորմացիայով էլ կշարժվենք եւ շատ արագ։ Շարունակելով թեման ապահովագրության, ինչ խորհուրդ կտաք հատկապես տարեցներին, գնել ապահովագրություն, թե թաղման ծրագրված այդ ծառայությունները նախապես գնել, այդ թվում ծառայություններ, գերեզմանատուն եւ այլ եւ այլ։ Շատ լավ հարց է, իհարկե Արմենե, եթե այսպես մտածենք, երկուսն էլ շատ կարևոր են։ Ցավոք սրտի մեր տարեցները արդեն, չգիտեմ, դեռ 60-ը չհասած ունեն բավականին հիվանդություններ, գոնե արձանագրված։ Ես վստահ չեմ, եթե այդ հիվանդությունները իրոք այդքան ակտուալ են, իրոնք այդ դեղերը ստանում են թե ոչ, բայց ես նկատում եմ, որ շատ-շատերի մոտ կա արձանագրված հիվանդություններ եւ չեն հասկանում, ասում են, ես այդ դեղերը չեմ խմում։ Միևնույնն է, եթե դեղերը ցույց է տալիս ֆարմասին, որ դուք ստանում եք, դա նշանակում է դուք հիվանդ եք։ Այս պատճառներով շատ ծերերի, որ ես միշտ առաջարկում եմ ունենալ ապահովագրություն, ուղղակի չեն կարողանում ստանալ, որտեղ ցավոք սրտի ունենք շատ հոգեմետ դեղեր, իրենց տրված եւ ոչ ամեն տեսակի ընկերություն կարող է իրենց ապահովել կյանքի ապահովագրությամբ։ Այնուամենայնիվ, ես առաջարկում եմ ունենալ պարտադիր, սկսենք սերվիս ծառայությունից, որտեղ դա շատ դյուրին է։ Սերվիս ծառայությունը սկսվում է 6,000-ից մինչև ամենաշատը 14-14,500 դոլար, որ իհարկե դրա մեջ մտնում է նաև Forest Lawn-ի կամ Valhalla-ի ծառայությունները։ Իսկ իրենք մեր վաճառած, այսինքն մեր առաջարկածը, դրանք սկսվում են ընդամենը 5-6,000-ից։ Այսինքն ամսական 100-120 դոլարով կարող եք սկսել քիչ-քիչ վճարել, social պետք չի, կոնկրետ այդ վճարումները պետք չեն, որ արվեն ձեր բանկային հաշվից։ Մենք օգնում ենք, իրոք շատ ենք օգնում, որպեսզի դուք կարողանաք այդ վճարումները քիչ-քիչ կատարել եւ ունենաք մտքի խաղաղություն։ Մի մոռացեք, որ սերվիսները տարեկան 3-ից 4% բարձրանում են, պարտադիր։ Եվ սա ինչ է իրենց ներկայացնում։ Սերվիսը նույնպես ինչ-որ մի ապահովագրության տեսակ է, ծառայություն է, ուղղակի կա որոշակի լիմիտ, երբ որ դուք վճարում եք ձեր գնաց լիմիտը, դա կլինի 6,000, դա կլինի 14,000 կամ 8,000, դա արդեն ապահովում է մինչև կյանքի վերջ եւ իհարկե
social, ինչպես արդեն ասացի, պետք չէ եւ լավը այն է, որ դուք ամբողջ կյանքում դա պիտի չվճարեք։ Կարող եք վճարել մի տարում կամ 3 կամ նույնիսկ 10, բայց այդ գները դուք արդեն ապահովել եք այսօրվա գներով։ Հիշեք, շատերը երիտասարդ են, գնում են 60-65 տարեկանում, մինչև դեպքերը լինեն արդեն այդ գումարները 2-3 անգամ թանկացած է լինում։ So ես կառաջարկեմ դա անել։ Իհարկե մի քիչ մեր հայկական ընտանիքների մեջ վախ կա, տղաս չի թույլ տա, աղջիկս թույլ չի տա, ցանկանայի առաջարկեի սնահավատ չլինել, սա կյանքի մի մաս է, չվախենալ։ Շատերը նույնիսկ ասում են, եթե գնենք ինշուրանս կամ սերվիս կմահանանք, դա միևնույն է անխուսափելի է, ավելի լավ է լինել պատրաստ, քան լինել երաշխիքներ ապագայի ունենալ եւ լինել անպայման։ Իսկ բացի սերվիսից, քանի որ սերվիսը բոլորը կարող են ունենալ, կարևորը գիտեք արդեն ուր, ինչպես եւ ձեր ուզածով, որպեսզի դուք պատկերացնեք, շատերը նույնիսկ ասում են, այսպեսի նկար եմ ուզում եւ այլն, ուրիշ ձևով ենք դրան նայում, շատ դյուրին է, ընդամենը կես ժամվա գործ է, ճիշտն ասած, ես մեր մեծերին հարգելով ես գալիս եմ ձեր տուն, եթե կցանկանաք եւ չեք կարող գալ օֆիս, ես այդ հարցով կօգնեմ, իսկ եթե կարող ենք նաեւ ունենալ ապահովագրություն ծերերի համար, ամենայն ուրախությամբ ես դա կառաջարկեմ, մենք ունենք մի տեսակ, որ վերջերս է դուրս եկել, մինչև 200,000 whole life Արմինե, եւ դա այն մարդկանց համար է, իհարկե ոչ միայն ծերերի, ովքեր արդեն ունեն որոշ հիվանդություններ եւ A-class company-ները իրենց չեն տա բարձ ապահովագրություն։ Լավը այն է, որ ուղղակի 10-15 րոպեվա ընթացքում կարող ենք անմիջապես իմանալ այո թե ոչ, եւ առաջարկը միանգամից հայտնվում է էկրանին եւ credit card-ով վճարվում է եւ դա whole life է, ոչ մի բժշկական, ոչինչ պետք չի։ Այդ ընթացքում, որ մենք ինֆորմացիան լրացնում ենք, արդեն կոմպյուտերը այդպես յետևում լինում է underwriting։ Ուղղակի 10 րոպեվա ընթացքում կասի այո թե ոչ։ Ոչ ասում են այն ժամանակ, երբ որ ունեն հոգեմետ դեղեր, սրտանոթային ծանր, այսինքն ինֆարկտային, ստրոքային սիտուացիա, բայց ասենք ավելի վատ քան մեղ։ Իսկ եթե այդպիսի, ասենք սրտանոթային իշխուներ ունեցել են, բայց վաղուց է եղել եւ բժշկի հսկողության տակ են եւ վատ չեն, շատ-շատերը ստանում են։ Այդ ինշուրանսը շատ հարմար է, մի քանի հարյուրների մեջ է եւ լավ այն է, որ եթե 200,000-ը մի քիչ շատ թվա, մենք սանդղակով կարող ենք իջեցնել, վերցնել 60, 70, 80,000 կամ այն ինչքան որ ձեզ հարկավոր կլինի եւ դրա հետ նաեւ եթե ունեք դուք հավելյալ սերվիսը գնաց, այս դեպքում այդ գումարը կարող է մնալ ձեր ընտանիքին, իսկ երբ որ գնում ենք ուղակի կյանքի ապահովագրություն, եթե կարողանում ենք իհարկե, քանի որ տարից տարի այդ գները բարձրանում են, շատերի մոտ իրենց գնաց այդ 25,000-ը, մեկ ուրիշ տեսակը կա 25,000 ապահովագրություն, եթե ընդհանրապես արդեն ոչ մի հույս չկա, ոչ մի ապահովագրական ընկերություն իրենց չի կարող ապահովել, որտեղ եթե ունեն, ասենք քաղցկեղ նույնիսկ այդ 25,000-ի համար պիտի ամբողջ կյանքում վճարեն եւ շատ անգամ երկար են ապրում, դուրս է գալիս, որ արդեն իրենք են 25-30,000 ամեն ամիս վճարել։ Ես այդ դեպքում առաջարկում եմ ունեցեք սերվիս, որտեղ սերվիսը շատ կարճ ժամանակում կվերջացնեք եւ գները կապահովեք այդ ներկայիս գներով, իսկ հետագայում, երբ որ դեպքը կպատահի, ձեր կյանքի ապահովագրությունը ինչքան որ կլինի, դա կմնա որպես հավելյալ գումար ձեր ընտանիքին, իսկ սերվիսի վրա արդեն ոչ մի ավելորդ գումար չի ծախսվի։ Շնորհակալություն, ինչպես միշտ կարևոր է ծառայությունների մասին հանգամանորեն մեր հեռուստադիտողների հետ խոսելու համար։ 1 րոպե ժամանակ ունենք, վերջում ինչ կցանկանաք ասել մեր հեռուստադիտողներին։ Ինչ կցանկանամ ասել, Արմինե, երևի կցանկանամ ասել, որ եղեք պոզիտիվ եւ եղեք դրական։ Ես վերջերս գնացել էի Հայաստան, նոր վերադարձա Հայաստանից, նորից չի եղել 3-4 տարի։ Շատ ուրախացա, մեր երկիրը շատ լավ վիճակում է, դրսից այդպես երևաց, կարող եմ ասել 2 շաբաթվա ընթացքում, կարող եմ ասեմ, այո, կյանքի պայմանները մի քիչ դժվարացել են եւ այստեղ եւ այնտեղ, բայց եղեք դրական եւ եկեք ձեր ֆինանսական հարցերը լուծեք այսօր։ Միշտ ասում են, դեռ տեսնենք ինչա լինելու, ոչինչ չի լինի, եթե մենք չանենք։ Խնդրում եմ, ոտքի կանգնեք, զանգահարեք եւ անեք այն, ինչ որ տարիներով եւ ամիսներով ասել եք մի օր կլինի, ինքն իրեն չի լինի։ Եկեք գործենք։ Շատ շնորհակալություն, ինչպես միշտ դրական եւ կարեւոր լուրերով մեր հեռուստատողների հետ կիսվելու համար։ Ես հեռուստատողների եւս մեկ անգամ հիշեցնեմ, եթե վերոնշված ծրագրերից ցանկանում եք օգտվել, ապա անպայման զանգահարեք Կարինե Հանեյանին, նա սիրով կօգնի ձեզ եւ որպես կանոն նա հայ համայնքին է ներկայացնում միայն լավագույն ծրագրերն ու առաջարկները։
Ապրեք խաղաղությամբ եւ շարունակեք հետեւել US Armenia-ի հաղորդումներին։